Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակություն հաստատած դերասանուհի Մերի Մակարյանը հերթական անգամ Instagram-յան իր էջի սթորի բաժնում հետևորդների հետ կիսվել էր իր օրվա մտքերով։ Այս անգամ դերասանուհին փոքր-ինչ բողոքել էր, նշելով, որ կրկին եղանակը տաքացել է ու ինքը կրկին հագնելու զգեստ չունի։ Ես ինչ շոկ է այսօր։ Ինչքան շոկ արինում, այնքան ես նեղվում եմ, որովհետև հերթական անգամ հասկանում եմ, որ ես շոր չունեմ հագնելու։ Այսինքն լույսը լավ է, սպասենք։ Էլով է այնպես նոր սեզոնից հենց բանի մեջ եմ գնում։ Սա ինձ հետ Հայաստանից եմ բերել 9 տարի արդեն էստեղ եմ 9 տարի առաջ, մինչև հիմա ակտուալ է, հագնում եմ, շատ սիրում եմ, բայց նոր բաներ են պետք։ Դե սա օրինակ նենց բան է, որ ես երբեք դեն չեմ նետի, ուրիշին չեմ տա, սա շատ սիրում եմ ու ինձ հոգեհարազատ է։ Ինչև է, այսօր հանդիպման ենք, տեսնենք ինչ կստացվի։ Լավ օր մեզ բոլորիս։ Ուզում եմ ասել, որ եթե հավատում եք, ապա կհասնեք, շատ աշխատասիրություն, հավատ եւ ամեն ինչ կստացվի։ Ես սկսել եմ կարդալ գովազդներ, սկզբից ինձ չէին հավանում ոչ ոք, հետո ընկանք ունի մեջ, սիրեցինք իրար, դժվար ապրուստը, բայց ինձ համար դեբյուտային քայլ էր, շատ լավ փորձեր, ընկերություն, հիմա կարելի է ասել ոչ մի բանով չեմ զբաղվում, խմորման փուլում եմ, եւ հաղորդումները եւ սերիալները ինձ շատ հարազատ են, բայց շատ տարբեր բաներ են։ Ամուսնուս հետ պայմանավորվածություն ունենք, որ սերիալներում չեմ նկարվելու, որովհետեւ ինքը ծանր ժամանակատար աշխատանք է։ Իսկ եթե ընտանիք ունես, պետք է լիարժեք նվիրվես։ 7 տարի է Ամերիկայի Միացյալ Նահանգներում եմ ապրում, այս ընթացքում 3 անգամ եղել եմ Հայաստանում երեխաների հետ։ Մորս շատ եմ կարոտում, եղբայրներիս, ընկերներիս։ Այս պահին ես իմ ճակատագրից գոհ եմ, իմ կարիերայի բարձունքում կանգնած լինելով, այնքան էի ուզում ընտանիք ու երեխաներ ունենալ, հասկանում էի, որ սա է ճիշտը։ Կինը պետք է մայրանա, ընտանիք ստեղծի, օջախ կառուցի, որ թողեցի այդ ամեն ինչը, դա շատ դժվար էր, փորձեցի ու ստացվեց։ Իհարկե շատերը չէին հավատում, մինչև այսօր էլ խանգարողներ կան, բայց ես, ամուսինս, մեր ընտանիքը այնքան ամուր հիմքերի վրա ենք, որ հասանք մեր նպատակին։ Երջանիկ եմ, բոլորին չի այդպիսի բախտ վիճակվում, իր խոսքում նշել էր դերասանուհին։ Նշենք, որ Մերին ամիսներ առաջ գտնվում էր Հայաստանում եւ հայրենիքում գտնվելու ընթացքում մասնակցել էր մի քանի հարցազրույցների, որոնց ընթացքում անդրադարձել էր ամենատարբեր թեմաների։ Ես ինքս շատ երջանիկ եւ ուրախ եմ, որ այստեղ եմ, երբեք չէի կարող պատկերացնել, որ Երևան վերադառնալն ինձ համար այսքան սպասված կլինի, ինչ որտեղ դժվար, որովհետեւ երբ արդեն ընտանիք ունես, բալիկներ, դու մենակ չես ու միայն քեզ համար պատասխանատու չես, պիտի սպասես, որ ամեն բան կարգավորվի ու կարողանաք միասին ճամփորդել ու հիմա մենք մեծ ընտանիքով այստեղ ենք եւ ես ուղղակի լիարժեք երջանիկ եմ։ Հաղորդավարուհին խոսել էր նաև այն մասին, որ Մերիի անվան շուրջ արդեն իսկ ամուսնացած կարգավիճակում խոսակցություններ ու քննարկումներ էին լինում այն մասին, որ դերասանուհին եւ Արտակ Սարգսյանը սիրավեպ ունեն։ Դերասանուհին թեմային անդրադառնալով նշել էր հետեւյալը. Ես իմ ընտանիքում ոչ մի խնդիր չեմ ունեցել եւ չունեմ, որովհետեւ ես ապրում եմ մի ընտանիքում, որը իսկապես ընտանիք է։ Ես այդ մարդկանց հետ եմ ապրում եւ իրենք ինձ ամեն օր տեսնում են ու ճանաչում են բնականաբար, եւ ամուսինս եւ մենք նման խնդիրներ չունեինք։ Ես սպասում էի երկրորդ բալիկից, երբ սկսվեցին այդ քննարկումները, որ ես Արտակ Սարգսյանի հետ սիրավեպ ունեմ։ Այս թեմայով երբեք չեմ խոսել, ճիշտն ասած չէի էլ ցանկանա, որովհետև եթե մի բան չկա, ինչի մասին խոսես։ Ես Հայաստանում եղել եմ վերջին անգամ առաջին հղիությանս ժամանակ։ Երանի թե այդ մարդիկ, ովքեր տարածեցին այդ թեման իմանային, թե ինձ համար ինչքան դժվար էր Հայաստան գալ, ուր մնաց, թե ինչ-որ գործունեություններ ծավալել։ Ես ամուսնացած եմ եւ այլևս միայն ինձ համար պատասխանատու չեմ։ Հետևաբար ես չեմ ուզում, որ այս թեման անդրադառնա իմ ընտանիքի եւ իմ ամուսնու վրա։ Մենք ոչ մի խնդիր չունենք, որովհետեւ մենք իրար վստահում ենք եւ իրար հետ ապրում ենք։ Ես չգիտեմ, թե ում էր դա պետք նորից ու ում էի ես խանգարում։ Ինձ համար հանգիստ օվկիանոսից այն կողմ նստած երեխա մեծացնելիս։ Ես չգիտեմ, բայց այն, որ ես խանգարում էի ու ինչ որ մեկը փորձեց մի բան անել, դա հաստատ է։ Ում եմ ինչ արել։ Ամոթ է մանավանդ այդ մարդկանց անունները տալով։ Ես ամուսնացած եմ ու ապրում եմ նորմալ, կարգին հայկական ավանդական ընտանիքում, որտեղ որ նման բաներ չեն կարող լինել։ Ես առանց իմ ամուսնու չեմ կարող որևէ տեղ գնալ եւ չեմ էլ ուզում։
Նույն զրույցի ընթացքում Մերին խոսել էր նաև Full House սիթքոմում իր դերի, այնուհետև սիթքոմում մասնակցություն չունենալու մասին։ Երկար տարիներ են անցել Full House-ի դերասաններն էլ շատ կայացած ու սիրված են եղել, հետո արդեն ընտանիք են կազմել, շատ բարդ է այս մասին խոսել, մի քիչ նուրբ թեմա է, բայց այո, ճիշտ նշեցիր, ոչ թե Միհրանը չէր ցանկանում, որ միասին նկարվենք, այլ մեր երկուսի երկրպագուները չէին ուզում մեզ միասին տեսնել նախագծում, այդ ամեն ինչն էլ գալիս էր դժվար ապրուստից, որովհետև երկրպագուները վիճում էին։ Հետո մենք էլ մի փոքր վեճ ունեցանք Միհրանի հետ, հետո հաշտվեցինք, եղավ այնինչ եղավ, ես ասեմ, որ ի վերջո ես հասկացա խնդիրը որն էր, դա ամենևին էլ երկրպագուների խնդիր չէր, դրա մասին չեմ ուզում բարձրաձայնել, ափսոսում եմ, որ չեմ կարող, բայց ես կպահեմ ինձ ավելի սոլիդար, այդ ժամանակ ինձ հրավիրեցին 6-րդ զգայարան որպես հաղորդավարուհի, ու մենչը ինձ զանգեց ու ասաց, որ դու ունես այդ պրոյեկտը, այնպես չի, որ գործ չես ունենա։ Բայց մենք որոշեցինք, որ այսպես ավելի ճիշտ կլինի ու դեռ կարծեմ Արփին ընտրված դերասանուհին չէր, Արփին լինելու էր որպես դերասանուհի, բայց ոչ իմ փոխարեն, ես ու Արփի Գաբրիելյանը հարաբերություն չենք ունեցել և չունենք, բայց իրար տեսնելիս բարևում ենք, վերջին անգամ նրան տեսել եմ Ամերիկայի Միացյալ Նահանգներում բարևել եմ և շատ նորմալ։ Արդեն ես իմ ընտանիքն ունեմ, իրենք իրենց ընտանիքն ունեն, շատ ուրախ եմ իրենց համար, միայն լավն եմ մաղթում։ Խնդիրը Արփիի մեջ չի, խնդիրը այն էր, որ ես չէի նկարվում, բնականաբար շատ վատ էի ինձ զգում, ու այդ վատ զգալու օրերը շատ երկար են տևել, մինչև ես հասկացա իրականում ինչն է պատճառը։ Ես թոփ պրոյեկտից դուրս մնացի, բայց հանուն ազնվության ասեմ, որ այդ ժամանակ հնարավորություն տրվեց որոշելու արդյոք ես ուզում եմ նկարահանվել, արդեն այդ թոհուբոհը անցել էր։ Ես ասացի չէ, չեմ ուզում։ Իսկ ահա դեռ տարիներ առաջ անդրադառնալով իր ստեղծագործական գործունեությանը դերասանուհին նշել էր. Տարիներ առաջ ինձ անհանգստացնում էին իմ մարմնավորած բացասական կերպարները, հիմա բացարձակ շատ են հարցնում, թե ինչու եմ բացասական դերեր վերցնում, ասեմ, որ ինչքան էլ բարդ է, ես դրանցից չեմ վախենում, մտավախություն չունեմ, թե մարդիկ իմ մասին ինչ կմտածեն։ Վստահ եմ, որ մեր հասարակությունն այնքան գիտակից է, որ կերպարը չի նույնացնի իմ անձի հետ, սակայն եղել են նաև նման այդպիսի դեպքեր, ինչը նորմալ եմ ընդունում։ Դժվար ապրուստը իմ առաջին դերասանական աշխատանքն էր ու տպավորվել է մարդկանց մեջ։ Ինչ խոսք, դժվար է բացասական դեր խաղալ այնպես, որ դիտողին համոզես, ինձ մոտ ստացվեց, դրա մասին ես շատ եմ խոսել, դրանից հետո ռեժիսորներն էլ բացասական կերպար ընտրելիս միշտ ինձ հիշում են, այդպես իրենց համար հեշտ է, քանի որ պատրաստի կերպար եմ, ինչպես գիտեք, հայկական սերիալներում չեն աշխատում դերասանների հետ։ Ես կուզեի խաղալ գեղարվեստական լուրջ ֆիլմում, որտեղ իր ասելիքով ու անհատականությամբ ամբողջական մշակված յուրահատուկ կնոջ կերպարում կլինեմ։ Հուսամ մի օր իմ երազանքը կիրականանա, իսկ այժմ չեմ համարում, որ մինչև հիմա իմ խաղացած կերպարները բացասական են եղել։ Դրանք չեն եղել կինոյի աղջկա, պուպուշ անմեղ, բայց իրենց դիմագիծն ունեցող կանանց կերպարներ են։ Յուրաքանչյուր բացասական կերպարի կարող ես հասկանալ, եթե խորանաս դրդապատճառների մեջ։ Մարդը չար կամ ընդգծված բացասական չի ծնվում, այլ հարց է, որ կա մարդ, ով կյանքի հարվածներից չարանում է, ագրեսիվ դառնում կամ հուսալքվում։ Չի կարելի ասել հարմարվել եմ, կերպարին չեն հարմարվում, ուղղակի մարմնավորում են ու հնարավորինս լավ։ Ցանկացած նոր կերպար աշխատանք է պահանջում։ Ես իմ աշխատանքին լուրջ եմ վերաբերվում, ինչքան էլ դա լինի սերիալ, որի մասին տարբեր կարծիքներ են հնչում, ընդ որում ավելի շատ բացասական։ Քանի դեռ ֆիլմը եթեր չի գնացել, քննարկումները չի կարելի լուրջ համարել, քանի որ ես դերասանուհի եմ, հասկանում եմ, որ եթե ուզում ես ցույց տալ օրինակ լոգանքի տեսարան, չես կարող վերարկուով լողանալ։ Միևնույն ժամանակ կան նորմեր, որոնք պահպանվում են, ամեն ինչ արվում է, որպեսզի բաց տեսարանի տպավորություն լինի։ Բաց տեսարաններ որպես այդպիսին չեն եղել, եթե մարդու ուսը կամ ոտքը երևում է, դա դեռ բաց տեսարան չէ։ Հայկական ֆիլմերում ավելի շատ բաց տեսարանի իմիտացիա է ստեղծվում, քան հենց բաց տեսարան է նկարահանվում։ Առհասարակ մենք հիացմունքով ենք նայում արտասահմանյան ֆիլմերում գրագետ արված բաց տեսարանները, իսկ մեզանում չի ստացվում։ Դա էլ հայկական բարդույթ է, որը քննարկման այլ թեմա է։ Էլիսա, այս պատուհանի վրա ինչ ես նկարել, կպցրել։ Այ քեզ բան։ Էս ինչեր է։ Ուզում ես սիրունին է։ Հա։ Դրա համար կպցրեցիր։ Շատ սիրուն է։ Այո, շատ սիրուն է։ Ինչ ես նվերներդ բացեցիր։
Սիրելի ընկերներ, տոներն են մոտենում եւ դրա համար մենք սկսել ենք միմյանց տուն շատ ավելի հաճախ գնալ, նվերներ տանել, շնորհավորել միմյանց մինչ Քրիսմասի բուն օրը եւ այսօր էլ բացառություն չէ ու մենք հյուր ենք այստեղ։ Ես մեծ սիրով ուզում եմ ձեզ ներկայացնել այս հրաշք հատ կոկոբաները, որոնք որ խաղալիքի տեսք ունեն։ Շատերը գիտեք սրա պատրաստման ձևը, բայց ինձ այնքան է դուր եկել այս process-ը, որ ես ուզում եմ միասին փորձենք ու թերևս ես առաջին անգամ եմ անելու։ Ես գիտեմ, որ սրանցից մեկը, ցանկացած մեկը, համը չգիտեմ որն է, վերցնենք, որ գույնը վերցնենք, երեխեք։ Էլիզան որ կանաչ։ Կանաչ։ Վերցնում ենք կանաչ գույնը։